Նիկոլ Փաշինյանը ծանոթ չի այդ փաստաթղթերի հետ ու ինքը չի հասկանում ոչ մի բան այս բանակցությունների մեջ։ Այդ առաջինը։ Երկրորդը կամ իրան պետք չի եղել, որովհետև ընդհանրապես պետք չի եղել։ Նայեք, այդ նշանակում է ինքը դուք գիտեք Կազիմիրովը ով է եղել։ Այդ հատուկ նշանակությունով դեսպան Արցախի հարցով Ռուսաստանի։ Ինքը մի հատ գիրք է գրել, կոչվում է Հաղորդության Ղարաբաղին։ Հաղորդություն Ղարաբաղին։ Դե շատ այդ սաղ նոր մի տարի, երկու տարի առաջ է մահացել։ Սաղ այդ բանակցությունների հետ կապված իրան գիրքի մեջ կա։ Եթե Նիկոլ Փաշինյանը որ վերցնի Կազիմիրովին գիրքը կարտա, ոչ թե իրան հեքիաթները Կազիմիրովին, դեղ փաստաթղթերի կոպիաներ է դրած։ Սաղ նշած է, այդ առաջինը։ Երկրորդը, այն ժամանակ Հայաստանում բանը Հարութ Խաչատուրյան եւ Ալի Աբասովը իրանց ակադեմիայում Ադրբեջանում գիտնականն է։ Գիրք են գրել։ Այդ գիրքը շատ լավ գիրք է։ Դեղ նշած է ինչը Հայաստանն է ուզեցել, ինչը Ադրբեջանն է ուզեցել, ինչ ադրբեջանցիների համար ձեռնատու չի եղել, ինչ որ Հայաստանի համար ձեռնատու չի եղել։ Գոնի եթե այս երկու գիրքը Նիկոլ Փաշինյանը վերցնի կարտա, ինքը ահագին բաներ կհասկանա ու սենց ֆոկուսներ չանի։ Ես նորից հիմա հարց եք տալիս ինչու համար անում։ Ես նորից ասում եմ, ինտրուցիաներ է սպասվում։ Ինքը ուզում է ժողովրդին ապացուցի, որ ես մեղավոր չեմ, ես մեղք չունեմ, որ սենց է ստացվել։ Դրանք արդեն վաղուց Ղարաբաղը հանձնել են։ Նորից ասում եմ, 10-ից 9 մեր օգուտ է եղել, ունդեղ երբեք չի եղել նշած, որ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմի մեջ։ Ինչու՞։ Որովհետև դեռ մի հատ հարց է դրվում։ Ինչ է սկզբունքային սուվերենիտետը դա ազգերին իրավունքը առանձնալու բան։ Ինքնորոշման բան։ Վենայի կոնվենցիայում նշած է այն ազգը, որ համաձայն չի, որ այդ ազգերը կարան առանձին ապրեն, չէ՞, դուրս գան կազմի մեջ, չի հարգում այդ սկզբունքներ, դրանք իրավունք չունեն, որ հարգեն իրան սուվերենիտետին։ Այդ առաջին կետն է։ Երկրորդ, դեղ նշած է, եթե դու այս տարածքը, որ դու այդ խոսքին արցախցիք, հարաբաղցիք ուզում են դուրս գան կազմի մեջ, դու չես վերահսկում, կոնտրոլի չես պահում այս տարածքին, նշում է դու այդ տարածքը կորցրած է։ Այսինքն այս գաղափարը ավելի դոմինանտ է դառնում, կամ սուվերենիտետը 30 տարի այս տարածքը մեր ձեռքի մեջ է եղել։ Ուրիշ բան է մեր դիվանագետներ ոնց են աշխատել, լավ տա վատ։ Ադրբեջանցիք փողի պակաս չեն ունեցել, չէ՞։ Բոլոր տեղերն էլ։ Բոլոր տեղերով վճարել են մի քանի օր առաջ Գերմանիայում կամ ինչ-որ տեղ։ Արդեն այո, նորից կոռուպցիոն։ Կոռուպցիոն, հա, մեկին արդեն ազատվել են ամնիստիային բանն արել, որ ապացուցված 500,000 ինչ-որ բան փող են վերցրել։ Ամերիկայում էլ։ Ամերիկայում 500,000 ասма, բան, կոնգրեսմենը կամ ինչ-որ սենատորը, բան։ Հիմա նայեք, ես պրոստ ուզում եմ հասկանամ, ոչ հասկանամ այ բացատրել ժողովրդին։ Նայեք, ինչ որ հիմա հրապարակում են, ինտրուցիաներ է սպասում ժողովրդին, ցես ուզում են ապացուցեն, որ Ղարաբաղը վաղուց հանձնված է եղել, ես էլ ասում եմ ոտից լուսուտ է, ոչ մի բան, ոչ մեկը չի հանձնել, բացի Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ փորձեց, երկու անգամ էլ չի ստացվել։ Առաջի անգամ այդ մեղրի փոխում են Ղարաբաղի հետ, երկրորդ որ այս ընդհանուր տուն, որ այդ որ կոնֆեդերացիա Ղարաբաղը մնում է մեծ կարգավիճակ է ստացվում, մնում է ադրբեջանցիների կազմի մեջ, երրորդ քայլը որ Ղարաբաղը բանակցությունների շուրջ հանեց, նայեք, այդ 3 կարևոր քայլը որ ահագին մեծ վնասներ է բերել Հայաստանի համար։ Մնացած տարիներ, այս ասում եմ, այս 10-ից 9, եթե նույն ժամանակ մենք ինչ որ առաջարկել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանը կընդունվի այս ծրագիրը, Ղարաբաղը էլ կմնա,
Պաշտպանության բանակ էլ կմնա այնտեղ։ Ոչ մեկը չի կարող ուժ օգտագործել այն ժամանակ։ Ոչ մեկը։ Բայց սենց ասեմ, իմ կարծիքով ինչու որոշ մարդիկ Ղարաբաղից չեն համաձայնվել այս պլանի հետ կապված, իմ կարծիքով դրանք դրսից ստացել են հրաման։ Իմ կարծիքով։ Ես համոզված եմ։ Ոչ նորից ասում եմ, ոչ մեկին հաղորդություն Ղարաբաղում պետք չի եղել։ Ուրիշ բան, որ իրանց պետք չի։ Երկրորդ բանը, որ մենք ոչ մի բան չենք արել, որ մենք պատրաստել ենք պատերազմին։ Երրորդը, որ դու գալիս ես վերցնում ես իշխանությունը, քու քայլերով արագացնում ես այդ պատերազմը։ Եվ դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Ասում եմ, ես պատրիոտ եմ, դրա համար ասել եմ Ղարաբաղ Հայաստանը ու վերջ։ Լսի, դու արդեն ոչ պատրիոտ ես, պատրիոտը մեզի պետք չէ, մեզի մասնագետ է պետք։ Այնա բանում ում հետ չես խոսում, սաղ պատրիոտ են։ Մեզի պատրիոտը պետք չէ, մեզի պետք է մասնագետ, որ ծառայում է իրան հայրենիքին։ Որ դու ասում ես, ես պատրիոտ եմ եղել, դրա համար ասել եմ Ղարաբաղը, Արցախը Հայաստանն է, ու վերջ դրանով դու արագացրել ես այս Ալիևի քայլերը, որ շուտով պատերազմը սկսենք, հիմք է ստացել, չէ, որ ասում է դե նայեք Հայաստանը ոչ մի բան չի ուզում, ասում է այդ իմն է։ Չնայած միջև պատերազմը մենք իրան գլխավոր շտաբում իրան առաջարկել են, որ կամ լսի, կամ համաձայնում ենք այդ 5 շրջանի հետ կապված Ղարաբաղը մնում է, կամ հետաձգի այդ բանակցի այսքան մի տարի ժամանակ տուր մենք պատրաստ ենք, որովհետև պայուսներում համարյա բան չկա պատերազմի համար։ Պատրաստ ենք։ Բանակը մարտունակա, բայց եթե պայուսներում բան չկա, օչակուչով չես գնալու։ Չէ՞։ Դրա համար ասել են կամ սենց, կամ հետաձգի, գոնի մի տարի ժամանակ տուր։ Պայուսները լցնենք, այդ բարի փոխումներ անենք արագ տեմպերով, փոխենք այդ գաղափարներ, որովհետև լիքը գործեր ա եղել, որ նոր թիմ ա եկել գլխավոր շտաբը։ Սա իրեն ասել են, այդ որ ասում է լիքը փող եմ դրել, լավ, վերջում որ փող ես դրել, նախ եւ առաջ 8 միլիարդ երբեք փող չեն դրել։ Դոլար, պատկերացնում եք 8 միլիարդ դոլար այդ ինչ փող։ Այդ առաջին, երկրորդը նույնը եթե հիշում եք գլխավոր շտաբի հայտարարությունը, որ ինքի մանրամասներով ասեցի ինչ կա, ինչ չկա։ Հետո իրենք 20 թվին ասել են, որ հիմա լցնենք հենց հիմա, վաղը պայիսները լցնենք, ամեն ինչ անենք, 5 միլիարդ դոլար է պետք, հենց հիմա։ Ասեց, այսքան փող չունենք։ Դրա համար ես ասում եմ, այդ բաները, որ հիմա դրանք հայտարարում են, նախ եւ առաջ շատ ուշ է։ Եթե դու այսքան ուզում ես ճիշտ մարդություն իմանալ, ժողովուրդ հասկանա ինչ ա եղել, ոնց ա եղել, առաջինը մի մեղադրի ոչ, նայեք, ինքը ինչ անում, սկզբից բոլորին մեղադրում, նայեք, այդ են մանիպուլյացիան, շատ սիրուն ձևով, սկզբից բոլորին մեղադրում ա, դուք հանձնել եք արդեն ամեն ինչ արել եք, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանում, դուք, սաղի վիրավորում ա, հետո ասում ա, իմանալով, դրանից հետո ոչ մեկը չի գալու իր այդ չի խոսալու, ասում եկեք նստենք խոսանք, բանակցենք, հասկանում եք ինչ ա կատարում, հանրությունը պիտի հասկանա այդ մանիպուլյացիա է, նորից ժողովուրդ ջան, ես ասում եմ, 10 առաջարկությունից 9 մեր օգտին ա եղել, նույնը 19 թվին, եթե սենց վերցնենք, ուրիշ բան ա, թույլ կտան Ալիևին ստորագրի, թույլ չտա Ալիևին ստորագրի, որտեղ արդեն ոչ մի բան, պետություններ կան, որ պետք չի եղել, որ ստորագրեն, բայց այդ երկրորդականն է, առաջին մենք պիտի հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը ասում այն ժամանակ հիշում եք, չէ, ասում է վախեցած են, չեն ուզում իմ հետ հանդիպեն խոսան, չէ։ Սկզբից բոլորին վիրավորում է, բան է ստեղծում, որ սաղ ասել դու ով ես որ գնանք ու հետ խոսանք։ Ինքեր ասում են եք վախեցած են։ Ժողովուրդ ջան, ախր դուք քաղաքական գործիչ չեք, դուք չգիտեք այդ քաղաքական գործիչներ ոնց կարան այդ սիրուն օգտագործել, մանիպուլյացիա անել, ցեզ բանի տեղ դնեն, որ դուք մտածեք սենտ, բա տենում եք չեն գալիս։ Դեղ բան չկա ու այդ փաստաթղթերից չի երևում, որ որոշել են հանձնել Ղարաբաղ ու համաձայնվել են, որ մնա Ադրբեջանի կազմի մեջ։ Այդ առաջինը։ Երկրորդը նորից եւս մի անգամ ասում եմ, Սերժ Սարգսյան
պատրաստ է եղել ստորագրել այս փաստաթուղթը Կազանյան փաստաթուղթը Ալիևը հրաժարվեց դրա համար որովհետև դրսից հրաման ստացել Եվ մեր ժամանակը մոտեցավ ավարտին, ամեն դեպքում այս քննարկումները դեռ կլինեն, պարոն Պողոսյան։ Ես մի հատ խորհուրդ էլ տամ, քանի որ Լևոն Զորագանը եւ Դավիթ Պետրոսյանը շատ մասնակցել են մանավանդ Լևոն Զորագանը ու իմ կարծիքով Հայաստանում երկու ոգի մարդ են գտնվում, որ այս բանակցների շատ լավ տեղյակ են ու կարան ավելի սիրուն ձևով պատասխան տա, դրանից մեկը Լևոն Զորաբյանը եւ Դավիթ Պետրոսյանն է։ Խորհուրդում տա այդ թեմայով իրանց հետ անպայման պիտի խոսացվի մեր տապանում։ Բայց ես նորից ուզում եմ նշեմ, այդ իմ համոզմունքն է, ես համոզված եմ ու որոշ ինֆորմացիա ունեմ, դա էլ կարևոր չի։ Եթե դաժե Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը կասեն մեկ ստորագրում եմ, մյուս օրը պրավալ կլինի, ոչ մեկը թույլ չի տա, որ ստորագրեն ու այդ հարցը ավարտվում է։ Խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Այո, բայց Նիկոլ Փաշինյանը մի հատ սխալ բան անում։ Նայեք, ինքը միշտ փորձում է մեկին մեղադրել, իր վրա ոչ մի բան չի վերցնում ու երբեք չի վերցրել։ Պատերազմի 20 թվի բանակն է, ինքը չկա։ Այդ բանակցությունների հետ կապված սաղ միավոր են բացի Իրանից, ինքը չկա, սուրբ մարդ է դուրս ագալել, այսպես մի հատ սուրբ ունենք, որ չափից դուրս։ Նիկոլ Փաշինյանը որպես մարդ, ոչ թե որպես վարչապետ, պիտի հասկանա մի բան։ Ճիշտ մարդությունը միշտ մնում է ճիշտ մարդություն։ Որպես վարչապետ ինքը պիտի հասկանա։ Պատասխանատվությունը դու ես, բոլոր դեպքերում։ Ամենակարևորը ինքը պիտի հասկանա։ Ինքը ոչ թե պիտի սենց գործեր անի, որ առանձնացնում է ազգին, մասա բաժանում։ Եթե դու հատուկ ես անում, եթե հետագայում մենք հասկանանք ինչու համար, ում համար, եթե հատուկ ես անում։ Եթե հատուկ չես անում, ուրեմն դու պրոֆեսիոնալ չես։ Ստացվում է դու շահերի համար ես անում, քո աթորի համար ես անում, քեզ չի հետաքրում Հայաստանի ինչա։ Դու որպես վարչապետ 20 թվից սկսած բանակի ավարտելուց հետո, պատերազմի ավարտելուց հետո, դու որպես վարչապետ, երկրի ղեկավարը, պիտի ասես չէ, ոչ մեկին թույլ չեմ տա բանակի իրա կար շփրտեն։ Այդ առաջինը։ Ես կգամ կողք բանակի կողքը կանգնեմ։ Ու հրավիրեմ մեր ժողովուրդը ամբողջ մեր բանակի կողքը կանգնեն, բանակը ժողովրդի կողքը, մենք սաղ միասին իրար կողքը կանգնում ենք, ավելի ուժեղ ենք դառնում, որ ոնց որ բրուցք, մանալիտ ենք դառնում, չէ ինքը գնաց լրիվ ուրիշ ճանապարհով, բանակը տենց, բանակը նենց, ժողովուրդը վախկոտ են, Աննան Հակոբյանն ասում է 11 հոգի փախավ ձիզերձիր են դարել, հա նայեք, այդ սա քարեր են, չէ, այդ որ Աննան Հակոբյանն ասում է 11 հոգի փախել են պատերազմից, կարող է ես ավելի շատ եմ փախել, հարց դրա մեջ չի, այն զոհված ծնողներին, ինքը այդ ինչ է ստացում, ասում է նայեք, իրանց երեխեքի փախել են, ծերերը զոհվել են, հանուն ոչինչ, էլի նայեք, չէ, էլի առանձնացնում են, բանակ, նայեք, սա ամբողջ մեր հիմա պետությունը առանձնացված է, ազգը 1600 հատ կուսակցություններ են ստեղծել, որակով մի քանի հոգի կա, այն էլ ոչ թե որպես կուսակցություն մի քանի հոգի անց, բայց ես նորից Նիկոլ Փաշինյանն ասում եմ թարգի, կաղնացրու այդ պրոցեսը, դու մեկին մեղադրելով ոչ մի արդյունքի չես գալու, դու ընդհակառակ դու այս ճանապարհով ես գնում, որ օրից օր Հայաստանը թուլանում է։ Մի վախեցի, եթե ամենաուժեղ մարդ ասում է, ինչ առածը չարածի համար ես եմ պատասխանատու, միայն ուժեղ մարդ, իսկական երկրի ղեկավարի բառն է էդի, առածը չարածի համար պատասխանատու ես եմ, ոնց որ գեներալ Գասպարյանն ասել։ Մենք մի հատ տուղթ ենք ներկայացրել դեկտեմբերին 20-ին ԱԱՑ-ին գլխավոր շտաբից, որ Թուրքիայից ինֆորմացիա ենք ստացվել։ Դեռ 2020 թվականի մասին է, չէ՞ խոսքը։ Որ Թուրքիայի Ադրբեջանի հատուկ ծառայություններ հանդիպել են
Իստանբուլում այդ Վարֆալամեի Կոնստանտինոպոլի հետ երկու հատուկ ծառայություններ Ադրբեջան եւ Թուրքիան ու իբրև Ալբանիայի այդ բանը կաթոլիկոսը կամ չգիտեմ ինչ այդ հեքիաթներ որ սկսել են ստեղծել մեր դեմ դեղ պլաններ են մշակել եկեղեցու Հայաստանի հետ ինչ պիտի արվի եւ Ղարաբաղում այդ նույն Վարֆալամեինը որ առանձնացրեց Ուկրաինայում եկեղեցու ռուսական Ուկրաինայում նույն ինքն է մասնակցել այս process-ի մեջ ու Ադրբեջանը եւ Թուրքիայի հատուկ ծառայություններ իր այդ հանդիպել են ու ահագին ժամանակ խոսացել են Հայաստանի եկեղեցու հետ հայերի եկեղեցու հետ կապված նույն Արցախում եւ Հայաստանում մենք որ այդ ինֆորմացիա այդ բանը ստացել ենք մենք նույն օր մեր գլխավոր շտաբում Էջմիածինի ներկայացուցիչը կա Տեր Հայանը ստացել ու արդեն որպես գլխավոր շտաբ քանի որ խոսք օրինակ վերցնենք sense ես որպես գլխավոր շտաբի խորհրդական այդ ինֆորմացիա ստացել մենք նույն օր պաստատուղթ նամակ ուղարկել ենք Գարեգինին երկրորդին ասել ենք sense բաներ է սպասվում մտածի մի հատ ինչ ես անում եթե վարչապետը չի հիշում վարչապետին էլ զգուշացնեմ այդ բան ոչ զգուշացնեմ այ հիշեցնում եմ եթե հիշում եք sense պաստատուղթ ձեր մոտ էլ է եկել երկրորդ նույն պաստատուղթը մենք տվել ենք աղացեին որ այս տիպի հանդիպում ա եղել ու sense բաներ ա սպասվում ու մենք կարողացել ենք հանգարել այս ծրագիրներին հիմա ես նորից ուզում եմ ասեմ վարչապետը պիտի հասկանա ինքը ոչ պիտի առանձնացնի հայ ազգին հիմա բազմաթիվ կանակով մարդիկ կանգնած են Գարեգին երկրորդի կողքը Սա հասկանում եք Գարեգին երկրորդի մասին չենք խոսում կաթոլիկոսին ինստիտուտի մասին ենք խոսում մենք շատ լավ հիշում ենք 18-ին որ սկսել են թերթերի վրա քարշ շպրտել հիշում եք հետո ստեղծում են ազնաժողով Անդրանիկ Քոչարյանի բան կոմիտեում անվտանգության եւ պաշտպանության կոմիտեում Արցախի դեպքերը 4 օրվա պատերազմի հետ կապված չէ ես ուզում եմ Անդրանիկ Քոչարյանը մի հատ հաստամ մինչեւ 20 թվականին ինչ արդյունք եք ստացել ինչ եք հասկացել պատերազմը ինչու սենց ստացել 4 օրվա մեջ չնայած հիմա հրապարակում է հանրային եմ ասում ու վկայներ կան ու ես իրեն ասեմ գնա կանչի Բակո Սահակյանին հարցրու սենց պաստատուղթ իրան բերել են տվել են պրիմոյ կաբինետում Անդրանիկ Քոչարյանը ասում մարդիկ կան որ վկայեն ես 15 օր առաջ զգուշացրել եմ ամսի քանիսին պատերազմանում ու ինչ քանի օր ա ձգելու այդ ազնաժողովը որ ստեղծել եք ինչու համար առաջի դպոցը բանակի եղել է որ այդ ազնաժողովն ստեղծել հատուկ որ դիսկրեդիտացիա անեն բանակի դեմ հատուկ որովհետև մենք ոչ մի արդյունք չենք ստացել չենք հասկացել ինչու սենց է ստացվել չեք հրապարակել ոչ մի այդ պաստատուղթ չեք այդ 4 օրյա պատերազմի մասին այլ չեմ ասում 44 օրյան էլ զեկուցիչ չեք 18 թվականից այդ ազնաժողով եք ստեղծում մշակույթի նախարարություն եք փակում գյուղտեսության նախարարություն եք փակում սպորտի կոմիտեներ եք փակում սպյուրքի նախարարություն եք փակում նայ սկզբունքների ինստիտուտներին ջարդփշուր է սկսել բանակի իրենց սկսել են կար շպրտել պատերազմից հետո շարունակում են նույն ազնաժողովը նախիվար առաջի ես հարց տամ դեռ մի ինչ մի հատ մասնագետ կա որ կարա գեներալին կանչի հարց տա քարտեզ եք կարդում հրամաններ եք ծանոթ եք դուք հասկանում եք խոսք ունեք մի հատ գունդ ինչ լեյնության ու խորություն մի հատ գունդը իրան բաներ է կատարում ասեք դու մեկը գնաց դեռ այդ ազնաժողովից կարող ասել որ գունդը խոսք ունեք 10 կիլոմետր սենց 15 կիլոմետր դեց գիծապահում ախ այդ բաները չգիտեք գալիս եք գեներալներ եք կանչում գտնապետներ եք կանչում հարցեր եք տալիս հələ մի հատ հարց տվեք մի հատ ձեր ԱԳՆ-ն ինչ արել ռազմետքին հարց տվեք ինչու մեզ տեղեկություն չեն տվել միջև պատերազմը որտեղից են խփելու սկզբից որ ժամին որ օրին որ ամսին Հիմա այդ ամենը կաթողիկոսի հետ ինչ կապ ունի ասում եմ չէ որ սաղի իրակար են շփորտում իրաց մեղքը չեն զգում
Մեզ 1 րոպե ժամանակ է Հա, մնացել, պարոն Պողոսյան։ ուրեմն, թող դրանք իրանց աչքերի նայեն, ասեն դուք ինչ եք արել, ասում նորից ասում եմ վարչապետին, ես առաջարկություն եմ անում։ Մի առանձնացրու ազգին։ Եթե կաթոլիկոսի հետ խնդիր ունես, խնդրում եմ, գնա սուս փուս իր հետ հանդիպի, երկուսով խոսացեք։